Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Ժողովուրդ օրաթերթը գրում է. Պաշտոնական աղբյուրներից օրաթերթը տեղեկացավ, որ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ ընդդիմադիր գործիչների կողմից Փաշինյանի ֆեյքերի ֆաբրիկայի գլխավոր ֆեյք հռչակված Տարոն Չախոյանի նկատմամբ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վարույթը նոր ընթացք է ստացել։ Հանձնաժողովը ոչ թե մեկ, այլ մի քանի հրապարակումներ եւս դիտարկում է, քանի որ Չախոյանն իր հանրային պաշտոնյային անհարիր վարքով անգամ հանձնաժողովում է ճանաչված։ Մնում է սպասել, թե ինչ որոշում կկայացվի։ Հրապարակ օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի իրական Հայաստանի գաղափարախոսությունը նյարդայնացնում է նաև ԿՊԱ-ականներին, չնայած հրապարակային չեն խոսում, հակառակ հարկ եղած դեպքում պրոպագանդում են շեֆի առաջ քաշած թեզերը, սակայն մասնավոր զրույցներում շատ կոշտ են արտահայտվում, դա անվանելով Փաշինյանի իդեաֆիքսը, որով փորձում է արդարացնել սեփական հանցանքները։ ԿՊ-ում իրական Հայաստանի դեմ քննադատության ալիքը հատկապես բարձրացել է այն բանից հետո, երբ Փաշինյանը սկսել է падգամավորներին ծննդյան օրերին Չարենցի երկիր վեպը նվիրել։ Հրապարակ օրաթերթը գրում է. Շաբաթ օրը Ազատության հրապարակում արցախցիների կազմակերպած հանրահավաքը սկսել է անհանգստացնել իշխանություններին, եւ քանի որ արցախցիները ողջ կազմակերպչական հարցերը քաղաքական գործիչների փոխարեն դրել են հասարակական սեկտորի ներկայացուցիչների ուսերին եւ այդ նպատակով ձևավորել են արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ, ապա իշխանություններին մինչ այս պահը չի հաջողում բռնել ու շինծ ու մեղադրանքներ առաջադրել Արցախի նախկին պաշտոնյաներին, ուստի որոշել են պարակտիչ գործողություններ ծավալել հենց արցախցիների միջոցով։ Մեզ պատմեցին, որ ՀԿ որոշ ներկայացուցիչներ կազմակերպչական քննարկումների ժամանակ փորձել են սլակները ՀՀ իշխանություններից տեղափոխել դեպի ՄԱԿ-ի եւ այլ միջազգային պատասխանատուների կողմը, թե մենք իշխանություններից չպետք է պահանջներ ունենանք։ Բաքվում պահող գերիների մեր վերադարձի իրավունքի համար պետք է պահանջներ ներկայացնենք ՄԱԿ-ին, ՀՀ-ում հավատարմագրված արևմտյան դեսպաններին։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Օրաթերթի իրազեկ աղբյուրները հաղորդում են, որ մարտի 25-ին իրավապահները մտել են Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի տուն ու խուզարկություն սկսել, պայմանավորված մարտի 22-ին քաղաքապետի ամուսնուն պատկանող գազալցակայանի կրակոցներով, ինչի հետևանքով մեկ անձ սպանվեց։ Իրավապահ համակարգում այդ դեպքի մասով քննություն է ընթանում։ Օրաթերթը խիստ ուշագրավ տեղեկություն ստացավ այս քննության վերաբերյալ, պարզվում է գազալցակայանի տեսանկարանող սարքերի հիշողության կրիչը չկա։ Իրավապահները փորձել են հասկանալ, թե ուր է հիշողության կրիչը։ Հրապարակ օրաթերթը գրում է. Արդարադատության նախարար Սրբուի Գալյանը նշանակման օրվանից կադրային ջարդ է սկսել նախարարությունում։ Ազատել է նախարարի տեղակալներին, որոշ վարչության պետերի, ստորաբաժանումների ղեկավարների։ Մեր տեղեկություններով նախկին նախարար Գրիգոր Մինասյանի կադրերից ազատվելը ոչ միայն նրա ցանկությունն է, այլև վերևից իջած հրահանգ։ Անգամ չի խնայել իր համակուրսեցուն, որը Մինասյանի հետ մտերիմ է եղել։ Փորձեցինք պարզել, թե քանի պաշտոնյա է հեռացվել արդարադատության նախարարությունից։ Ազատվել է վերահսկողության պետը, նրա փոխարենը նշանակվել է նախկին դատախազ Արսեն Սիմոնյանը։ Հրապարակ օրաթերթը գրում է. ԿՊԱ-ական падգամավոր Հայկ Սարգսյանը դիմել է պետական պահպանության համար, ինչը ենթադրում է ավտոմեքենա, ուղեկցողներ եւ այլն։ Օրենքով այդ պահպանություն տրամադրվում է նախագահային, վարչապետին, ԱԺ-նախագահային, այլ պաշտոնյաների, հասարակական, քաղաքական, կրոնական գործիչների եւս կարող է տրամադրվել վարչապետի որոշմամբ։ Հիմողը պետք է հիմնավորի, թե իր անվտանգությանն ինչ սպառնալիքներ կան, թե ինչու է Սարգսյանը դիմել, նա չգաղտնազերծեց, հարցը լսելով ասաց, չի ուզում մեկնաբանել։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Արշալույսները խաղաղ չեն հակակոռուպցիոն կոմիտեում, օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ կոմիտեի նորանշանակ նախագահ Արթուր Նահապետյանը կադրային ջարդ է սկսելու։ Ավելին, մեզ հասած լուրերի համաձայն հակակոռուպցիոն կոմիտեում շատերը կամ սպասում են SMS-ի կամ Արթուր Նահապետյանի հետ հանդիպման, որ հասկանան իրենց հետագա ճակատագիրն ինչպես կառուցեն։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Այսօր ազգային ժողովը քվեարկելու է պետական կենսաթոշակների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, եւ ինչպես արդեն իշխող ԿՊ-ն հայտարարել է, իրենք դեմ են։ Իսկ ինչ էր առաջարկում ընդդիմադիր Հայաստան խմբակցությունը։ Նախագծով առաջարկում է 2026 թվականի հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը սահմանել այնպես, որ պակաս չլինի պարենային ամսական զամբյուղի արժեքից, իսկ վերջին աշխատանքային կենսաթոշակի չափը պակաս չլինի սպառողական զամբյուղի ամսական արժեքից։ Առաջարկում է նաեւ
կարողական զամբյուղների էներգետիկ արժեքը, դրանում ներառվող սննդամթերքի կազմը, կառուցվածքը սահմանելու իրավասությունը վերապահել կառավարությանը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Վաղարշ Աբրահամյանը, որը Խորենացի փողոցում գտնվող Ոսկու աշխարհ առևտրի կենտրոնի իրական շահառուն է, աշխատանքային բարեխիղճ պայմաններ չի ստեղծում իր կենտրոնի աշխատակիցների համար։ Օրաթերթը շարունակում է ստանալ բողոքներ ոսկու վաճառքով զբաղվողներից, որ ամեն քառակուսի սանտիմետրում սեղանիկ է դրված ոսկու աշխարհում, իսկ պետքարան անվտանգության մուտքեր եւ էլ չասած մեքենաների կայանման հարմարություններ պարզապես չկան ամենաաշխուժ առևտրի այդ կենտրոնում։ Իհարկե կա ավտոկայանատեղի, բայց Վաղարշ Աբրահամյանի եւ իր համար շարքային վաճառականին անասանելի է առևտրի կենտրոնի կայանատեղին։